Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նախ անդրադարձավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին։ Վարչապետը պարզաբանեց ի տարբերություն 2018 եւ 2021 թվականների արտահերթ ընտրությունների, երբ ժամանակի սղության պատճառով ցուցակը ձևավորել է կուսակցության վարչությունը, 2026-ի հերթական ընտրություններին գործելու է այլ կարգ։ 2026 թվականին տեղի ունենալու հերթական ընտրություններ եւ ինչպես 2017 թվականին այս դեպքում էլ մենք իրականացնում ենք փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում։ Վարչապետը 3 հրապարակեց ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեաթերթիկի ձևանմուշը, որում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաև երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտևի 3 օր, երկրորդ փուլի քվեարկությունը 2 օր։ Վարչապետն անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու եւ սահմանադրության փոփոխությունների միջոցով Կարապետյանի վարչապետի թեկնածու դառնալու խոսակցություններին։ Նրա խոսքով մեր օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, իսկ ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում նաեւ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ падգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ Հետևաբար ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, եւ հետևաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։ Անդրադառնալով Ռուսաստանից հնչող տեսակետներին, վարչապետն ասաց, որ ցավոք սրտի Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք համարում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց բարձրացրեց. մենք այս տարածաշրջանում ենք ապրում եւ ունենք 4 հարևան։ Ով է արդյունավետ ղեկավարը, ով ուզում է այդ 4 երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ խաղաղություն, թե նա, ով ուզում է հրահրել հակասություններ։ Վարչապետը ուրախությամբ նշեց. Հայաստանին հարևան երկրների նկատմամբ սադրելու, կախվածությունը մեծացնելու նպատակով ինչ որ հակադրություններ ստեղծելու տեսակետը շատերը չեն կիսում Ռուսաստանում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այդ տեսակետը չի կիսում եւ գիտեմ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայել Միշուստինը եւ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համոզված են մեծամասնություն են կազմում Ռուսաստանի վերնախավում, չեն կիսում այս տեսակետը եւ համարում են, որ խաղաղությունը օգտակար է եւ Հայաստանին, եւ Ռուսաստանին, եւ ընդհանրապես տարածաշրջանի երկրներին։ Մեր հարցին, թե ինչպես է վարչապետը մեկնաբանում այն, որ 3 առաջին անգամ ադրբեջանցի փորձագետները Հայաստան եկան ցամաքային ճանապարհով, սահմանազատված հատվածով, Փաշինյանը հետևյալը նշեց. Սահմանազատված հատված կա, եւ այդ սահմանազատված հատվածը ինչի չի կարա դառնա անցման կետ երկու կողմից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներում որևէ մեկում ամեն մեկս մեր կողմում առևտրային շուկա համատեղ շուկա կամ առևտրի պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք եւ կիրականացնենք այդ որոշումը։ Համեն դեպս նախադեպը կա ցամաքային հատումա տեղի ունեցել սահմանազատված հատվածի երկու երկրների օրենսդրության համապատասխան, ինչ շատ լավ է։ Հիշեցնենք, ադրբեջանցի փորձագետները Հայաստան են եկել խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում, մասնակցելու կլոր սեղան ձևաչափով քննարկմանը։ Մինչ այս նաև հայաստանցի փորձագետներն էին մեկնել Ադրբեջան։ Արդյոք այս շփումները նպաստելու են երկու երկրների խաղաղության գործընթացին։ Այո, խաղաղությունը այնա, որ մենակ երկրների ղեկավարները կամ կառավարությունների կամ խորհրդարանների անդամները պետք է շփում տեղի չունենան։ Պետք է շփումը ընդլայնվի, պետք է ավելի հաճախ դառնա, որովհետև այո, խաղաղությունը եւ դա խաղաղությանը նկատմամբ խնամք տանելու եւ խաղաղությանը տեր կանգնելու շատ կարեւոր մի բան է, դրսեւորում է։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Տավուշա հանուն հայրենիքի շարժմանը, եկեղեցու հետ հարաբերություններին եւ սփյուռքահայ գործիչների ստորագրած նամակին, ասաց, որ կաթողիկոսությունը տեղափոխելու դավադիր պլանի համաձայն արտաքին ուժերը ցանկանում են տեղափոխել հոգեվոր կենտրոնը, ասենք օրինակ Վիեննա, Մոսկվա կամ այլուր, այն Հայաստանի դեմ օգտագործելու համար։ Վարչապետը զգուշացրեց գործընթացի միջամտող Սփյուռքի որոշ ներկայացուցիչներին, նշելով, որ դավադիր պլանում ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունը
Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում մնալ դիտորդի դերում։ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ, Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք է լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Վարչապետը նաև զգուշացրել է, որ չխոսեն եւ չգործեն այդ ուղղությամբ։ Նրա խոսքով զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։